կան անհատներ, որոնց ժողովուրդը գնահատում է ոչ այնքան լրիվությամբ ճանաչելու, որքան ինչ-որ ժամանակահատվածում այդ մարդկանց կատարած նվիրական ու ազգանպաստ գործունեության համար։ Դա օրինաչափ է և միևնույն դեպքում ընկալելի։ Սակայն գնահատականները դառնում են առավել մնայուն, եթե անհատն իր կենսագրությունը կերտում է ոչ միայն ազգի համար ստեղծված որևէ դժվարին պահի թելադրանքով, այլև իր մեջ ի սկզբանե ձևավորված և ինքնաճանաչման ուղղորդող գաղափարների ազդեցության ներքո։ Մոնթե Մելքոնյան մարդու լեգենդը պայմանավորված է իրականն արժևորելու հենց այդ առանձնահատկությամբ։ Անհատ, ում կերպարն այսօր ամբողջականում է այնքանով, որքան նա արդեն ճանաչելի է։ Ավոյի ներսում ծանրացած ընդվզումները դեռևս ոչ բոլորին են հասու։ Այսօր էլ շատերի համար նա հայտնի է որպես լեգենդար զորահրամանատար, մինչդեռ նրա մեծության արմատներն ավելի խորն են և հեռուն գնացող։ Ու կրկին եկավ մարդուն հիշելու ժամը։ Մեծ մարդուն, նրան, ով էությամբ դաստիարակված է հայ լինելու համար, ով ազգայինը գերադասեց անձնականից և անձնականով հարստացրեց ազգայինը։ Արդյունքում անհատը գերազանցեց ինքն իրեն։ Ժամանակի և տարածության անսահմանությունում մարդը ընդունեց նոր չափ ու որակ, տակավին մնալով շրջապատի հետ և միևնույն դեպքում շրջապատից հեռու։ Իսկ շրջապատը դա նրա պատմական հայրենիքն էր, նախնիների թողած պատմությունը։ Ղազար և Միսակ պապերի, Հայկանուշ ու Եմյա տատիկների անձեռակերտ հուշերով պարուրված հայկական մարզվանն ու Խարբերդի Խարաձոր գյուղը։ Շրջապատի ողբերգությունը չլիներ, մարդը գուցե թե լույս աշխարհ գար պատմական հայրենիքի Խարաձոր գյուղում, կամ էլ մարզվանում, բայց ավաղ, տասնամյակներ առաջ կատարվածն ամեն ինչ տակնու վրա արեց։ 1957 թվականի նոյեմբերի 25-ին հեռավոր Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռավորության վրա գտնվող Վայսելիա գյուղաքաղաքում հմուտ արհեստավոր ու բարի մանկավարժ Չարլզ և Զաբելլա Մելքոնյանների հարկի տակ ծնվեց նրանց անդրանիկ զավակը և անվանակոչվեց Մոնթե։ Նախնական կրթությունը ստացավ կենտրոնական Կալիֆորնիայի հանրային դպրոցներից մեկում։ 1969-ից 1970 թվականներին ծնողների հետ ճամփորդելով Եվրոպայի և Միջին Արևելքի շուրջ 40 երկրներում, Մոնթեն այցելեց նաև Արևմտյան Հայաստան ու եղավ իր պապերի տանը։ Տարիներ անց նա խոստովանեց, որ այդ ճամփորդության արդյունքում ինքն իրեն ավելի շատ հայ զգաց։ 1973 թվականին, որպես արտակարգ ընդունակություններով օժտված աշակերտ, Մոնթեն ուսումը շարունակելու նպատակով գործուղվեց Ճապոնիա։ 18 ամիս Օսակա քաղաքում սովորելուց հետո վերադարձավ Միացյալ Նահանգներ։ Փայլուն առաջադիմությամբ ավարտեց Վայսելիայի միջնակարգ վարժարանը, ապա ընդունվեց Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը։ Ուսման հետագա ընթացքից պարզ դարձավ, որ մասնագիտության ընտրության հարցում Մոնթեն առավելապես առաջնորդվել է իր նախնյաց երկրի մասին համակողմանի գիտելիքներ ստանալու առողջ դատողությամբ։ Համալսարանական տարիներին նա առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրեց ուրարտական պետության պատմությունը։ Կալիֆորնիայի համալսարանում սովորելու տարիները բացի գիտականից, միաժամանակ քաղաքական աշխարհայացքի ձևավորման հիրավի կարևոր փորձաշրջանն էր Մելքոնյանի համար։ Այդ ընթացքում մի շարք ընկերների հետ միասին նա հիմնադրեց Հայ ուսանողների միություն, որի նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը և տվյալ կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք տանել ազգային նշանակության խնդիրներ լուծելու համար։ Միության կողմից այդ օրինակ ձեռնարկումներից առաջինը տեղի ունեցավ 1978 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հերթական տարեդարձի առիթով։ Այդ օրը Մոնթեի անմիջական նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվեց հայ ժողովրդի պատմությանը նվիրված ցուցահանդես։ Բերկլիում 4 տարվա ծրագիրը 2.5 տարում ավարտելով, Մոնթեն որոշում է ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում։ Տաղանդավոր երիտասարդի ապագան կարծես թե կանխորոշված էր, և շատերի համոզմամբ նա արդեն ընտրել էր գիտության ճանապարհը։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1978 թվականի մարտին, ինչպես ինքն էր ասում, հայրենիքին ավելի մոտ լինելու և մայրենի լեզուն սովորելու համար մեկնեց Լիբանան, և ականատեսը դառնալով այստեղ ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, ներգրավվեց Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանության գործին։
Այդ քայլով Մոնթեն փաստորեն հրաժարվեց Օքսֆորդում ուսումը շարունակելու մտքից եւ նվիրվեց ազգային ազատագրական պայքարին։ Դրանով երիտասարդ Մելքոնյանը թևակողեց կյանքի նոր փուլ։ 1980 թվականի գարնանը նա միացավ դեռևս 5 տարի առաջ ստեղծված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին, Ասալային, եւ շուրջ 3 տարի անդամակցելով վերջինիս անվերապահորեն կատարեց կազմակերպության կողմից իր առջև դրված բոլոր խնդիրները եւ միևնույն դեպքում մնաց հայկական հարցի լուծման սեփական սկզբունքների կրողը։ Նրա համար պատմական ճշմարտության վերահաստատման խնդիրը սոսկ նպատակ լինելուց առաջ գաղափարներով ամրագրված համոզմունք էր։ Որպես անհատ նա ուներ հայկական հարցի լուծման իր բանաձևը, որը ենթադրում էր երկարատև ու շարունակական գործունեության հստակ ծրագիր։ Հավատարիմ լինելով հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի գաղափարին, Մոնթեն նախապես իր համար ճշտեց հետևյալ սկզբունքը. առանց հստակ նպատակի եւ քաղաքական գծի հնարավոր չէ մշակել իրապաշտ ռազմավարություն։ Իսկ առանց ռազմավարության ցանկացած նպատակ անհասանելի է։ Անդրադառնալով արևմտյան Հայաստանում տիրող վիճակին, նա ասում է հետևյալը. Թուրքիայի վարչակարգն այսօր ուղղակի եւ անուղղակի ձևերով արգելում է իրենց հայրենիքում վերահաստատվելու հայերի ազգային, քաղաքական, տնտեսական եւ մարդկային իրավունքները։ Նման պայմաններում հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը կախված է հայ ազգային ինքնորոշման ապահովումից այն հողատարածքում, որը պատմականորեն բնակեցված է եղել հայերով եւ կապված է նրա հետ։ Իսկ այդ պայքարը պետք է տարվի գիտական մոտեցման որդեգրումով, պայքարի ժողովրդականացմամբ եւ հեղափոխական ուժերի միասնությամբ։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով եւ Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով Մոնթեն առաջին անգամ ձերբակալվեց։ Դատարանում արտասանած իր ինքնապաշտպանական ճառում, անդրադառնալով կեղծ անձնագիր կրելու մեղադրանքին, նա համարձակորեն հայտարարեց հետևյալը. Բոլոր հայերը կես փաստաթղթեր են կրում։ Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր։ Սակայն դա ոչինչ չի նշանակում, որովհետև դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն։ Մեկամսյա ձերբակալությունից հետո Մոնթեն ազատ արձակվեց եւ անցավ ընդհատակյա գործունեության։ 1983 թվականի կեսերին Ասալայի ղեկավարության հետ ունեցած գաղափարական եւ ռազմավարական բնույթի մի շարք հակասությունների պատճառով նա թողեց գաղտնի բանակի շարքերը եւ մի խումբ համախոհների հետ ստեղծեց Ասալա հեղափոխական շարժում կազմակերպությունը։ 1985 թվականի նոյեմբերին երկրորդ անգամ ձերբակալվեց Փարիզում հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության, ինչպես նաև դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, եւ մինչև 1989 թվականի հունվար ամիսը մնաց ազատազրկման մեջ։ Այդ ընթացքում Մելքոնյանը հեղինակեց մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում էին հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մարտավարությանը։ Ունենալով ազատագրական մարտերի եւ զինյալ գործողությունների ծանրակշիռ փորձ, այդուհանդերձ Մոնթեն նախապատվությունը տալիս էր պայքարի գիտակցական ձևին։ 1988 թվականի փետրվարին Արցախում ծավալված ազգային ազատագրական շարժման մասին Մոնթեն լսեց բանտում։ Թեկուզ դժվարությամբ, բայց եւ այնպես տարբեր ճանապարհներով նա կարողանում էր որոշակի տեղեկություններ ունենալ տեղի ունեցող դեպքերի եւ իրադարձությունների մասին եւ կատարել համապատասխան հետևություններ։ Այդ օրերին իր կողմից գրված «Մեր համերաշխությունն Արցախի հետ» վերտառությամբ հոդվածում Մոնթեն անչափ բարձր գնահատեց արցախահայության բռնած դիրքորոշումը եւ ընդգծեց հետեւյալը. Մենք հպարտ ենք, որ Արցախի ժողովուրդը, որ այնքան փոքր է խորհրդային ողջ բնակչության հայամատ, խորհուրդների երկրում դարձել է առաջատար ուժ, պահանջելով ուղղել անցյալի սխալները։ Միաժամանակ նա ավելացնում է, որ արցախցիների առաջ քաշած պահանջատիրությունը չի կարելի համարել սոսկ տեղի հայ բնակչության խնդիրը, քանի որ այն շոշափում է համազգային հետաքրքրություններ։ Այդ իսկ պատճառով Մոնթեն ոգևորությամբ էր խոսում Երևանում տեղի ունեցող ցույցերի եւ հանրահավաքների մասին, դրանք գնահատելով որպես Արցախի ժողովրդին մայր հայրենիքի կողմից ցուցաբերվող օժանդակության լավագույն օրինակ։ Դեռ ավելին, նրա համոզմամբ Հայաստանի եւ Արցախի միջև սկսված համերաշխության գործընթացին իր գործուն աջակցությունը պետք է ցուցաբերեր նաեւ աշխարհասփյուռ հայությունը։ Մեր ժողովրդին օգնելու համար մենք յուրաքանչյուրս պետք է անձամբ մասնակցենք պայքարին։ Ինչպես որ Արցախի եւ խորհրդային Հայաստանի ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է մեր հայրենիքի վերամիավորման նախաձեռնությանը, նմանապես մենք Սփյուռքում պետք է պայքարենք հանուն մեր իրավունքի, ապրելու մեր հայրենիքի այն հատվածում, որն ընկած է խորհրդային ներկա սահմաններից դուրս։ Արցախի մեր հայրենակիցները փայլուն օրինակ են, որին մենք պարտավոր ենք հետևել։ 1989 թվականի սկզբին շուրջ 3 տարվա բանտարկությունից հետո Մոնթեն ազատ արձակվեց։
Քանի որ ֆրանսիական դատարանի վճռով նա դատապարտված էր նաև արտաքսման, ուստի տեղափոխվեց նախ հարավային Եմեն, իսկ այնուհետև արևելյան Եվրոպա, որտեղից 1990 թվականի հոկտեմբերին անցավ փոթորկված Հայաստան։ 1991 թվականի սկզբերին նա մի քանի անգամ եղավ հայ-ադրբեջանական սահմանի թեժ կետերում։ Մասնավորապես մասնակցեց Տավուշի հատվածում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ Դրան զուգահեռ Միաժամանակ զբաղվում էր նաև գիտական աշխատանքով։ 1991 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք մասնագետների հետ Մելքոնյանն աշխատեց Հայաստանը եւ իր հարևանները ծավալուն ուսումնասիրության վրա։ Այդ ընթացքում նա հասցրեց նաև ամուսնանալ։ Սեդայի հետ նրանց հարսանեկան ծիսակատարությունը տեղի ունեցավ 1991 թվականի օգոստոսին Գեղարդավանքում։ Իսկ արդեն սեպտեմբերին կամավոր մեկնեց գործող ռազմաճակատ։ Արցախյան ճակատում նրա մարտական կենսագրության անդրանիկ էջերը գրվեցին Շահումյանի շրջանում։ Այստեղ էլ առաջին անգամ Մոնթեն հանդես եկավ Ավոց ածկանվան տակ։ Շուրջ 3 ամիս նա մնաց հյուսիսային Արցախում։ Մասնակցեց Բոզլուխի, Մանաշիդի, Էրքեջի եւ մյուս գյուղերի համար մղված պաշտպանական մարտերին։ 1991 թվականի դեկտեմբերին վերադաս հրամանատարության հրամանով Մոնթեն վերադարձավ Երևան, որտեղից էլ գործուղվեց Իջևանի շրջան, մասնակցելու սահմանային գոտում ընթացող պաշտպանական մարտերին։ Իսկ արդեն 1992 թվականի փետրվարին նա կրկին Արցախում էր։ Այստեղ նրան վստահվեց Մարտունու շրջանում տարանջատ գործող ինքնապաշտպանական ջոկատների միավորման եւ կանոնավոր զինուժի ստեղծման հիրավի պատասխանատու գործընթացը, որքան էլ այսօր անհավատալի թվա, բայց եւ այնպես նորանշանակ հրամանատարի մուտքը Մարտունի սկզբնական շրջանում ոչ բոլորի կողմից արժանացավ միանշանակ ընդունելության։ Հատկապես անհանդուրժողականություն դրսևորեցին այն ջոկատների հրամանատարները, որոնք մինչև այդ տեղի նշանակության 1-2 մարտերում հասել էին որոշակի հաջողության եւ իրենց համարելով փորձված զորապետ ոչ մի կերպ չէին ուզում հարմարվել նոր դրվածքին եւ գործել ընդհանուր հրամանատարության ներքո։ Դրությունը շտկելու նպատակով անհրաժեշտ եղավ ոչ այնքան վերադասի միջամտությունը, որքան բնակչության շրջանում համապատասխան գաղափարական աշխատանքի ծավալումը։ Ամենակարճ ժամանակահատվածում ի շնորհիվ իր մարդկային ու ռազմագիտական բարձր որակների նա կարողացավ վաստակել տեղի զինվորականության եւ քաղաքացիական բնակչության բացառիկ մեծամասնության հարգանքն ու վստահությունը։ Ավո անունը մարդկանց համար դարձավ արդարության, ազնվության եւ անմիջակայության խորհրդանիշ։ Զինվորի հետ զինվոր էր, գյուղացու հետ գյուղացի, մտավորականի հետ մտավորական, գիտեր խղճալ, ներել, բայց անհրաժեշտության դեպքում նաև անխնապատժել։ Սա էր նրա մոտեցումը, եւ այն շատ շուտով տվեց իր դրական արդյունքները։ Ի շնորհիվ Ավոյի համառ ջանքերի եւ խստապահանջության, հաշված ամիսների ընթացքում իր իսկ գլխավորած զորամասը դարձավ պաշտպանության բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Իսկ Մարտունու պաշտպանական հատվածը հանրապետության թերևս ամենաանառիկ ու անխոցելի սահմանային գոտին։ Լեգենդար զորահրամանատարի ղեկավարած գունդը սեղմ ժամկետներում ոչ միայն վնասազերծեց շրջանին մերձակա թշնամական խոշոր ռազմակետերը, այլև ակտիվ մասնակցություն ունեցավ Միջանցքի պաշտպանության, Մարտակերտի բռնազավթված տարածքների ազատագրման, Քարվաճառի եւ Աղդամի շրջանների հարավ-արևմտյան ռազմակայանների ոչնչացման մարտերին։ Հատկապես անուրանալի է Քարավաճառի օպերացիայում Մոնթեի բերած ավանդը։ Հանդիսանալով այդ ռազմագործողության ընդհանուր ղեկավարը նա այստեղ ցուցադրեց իր ռազմավարական ու մարտավարական բարձր ընդունակությունները։ 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու եւ Աղդամի սահմանագծում տեղակայված թշնամական ռազմահենակետների վերացման մարտական գործողությունը Ավոյի համար թերևս վերջինն էր։ Այդ օրը Մոնթեն զբաղեցրեց առաջին ղեկավարման կետը եւ գիշերվա ժամը 3:30 օպերացիայում ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների հետ կապի դուրս գալով վերջիններիցս ճշտեց զորքերի մարտական պատրաստականության վիճակը։ Զեկույցները լսելուց հետո հրամայեց զրահատեխնիկան առաջ քաշել։ Գրոհը սկսելուց մի քանի ժամ անց հարավ-արևելյան ուղղությամբ գործող Ղարաբաղյան ուժերին հաջողվեց կոտրել հակառակորդի դիմադրությունը։ Ընթացքից ոչնչացնել թշնամական մի քանի հենակետեր եւ մտնել Մարզիլու գյուղ։ Մարտական գործողությունների ընթացքում շարքից հանվեց հակառակորդի 4 հրասայլ, 1 ՀՄՄ եւ 1 շտուրմ 4 հակատանկային միջոց։ Մեծաթիվ էին նաեւ կենթանի ուժի կորուստները։ Մարտադաշտում ստեղծված իրադարձությանը մոտիկից ծանոթանալու եւ առաջիկա անելիքները ճշտելու նպատակով Մոնթեն որոշեց թողնել հրամանատարական կետը եւ բարձունքից իջնել տղաների մոտ։ Իր զինակիցների հետ միասին մեքենայով անցնում էր դատարկված Մարզիլուի միջով։ Զինվորականներին հանդիպելուց ավտոն կանգնեցնում էր, հետները զրուցում, հարցնում էր նրանց որպիսությունը եւ առաջ շարժվում։ Վերջին զրուցակիցը պաշտպանական շրջանի շտաբի պետն էր։ Ասած գնում էր Բերթաշենի գումարտակի հրամանատարի մոտ։
դիրքեր եւ առաջ շարժվեց։ Քիչ անց հրամանատարի հետ կապվեց Նելսոն Սողոմոնյանը։ Չէր հասցրել լրիվությամբ ավարտել իր ասելիքը, երբ կապն ընդհատվեց։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ պահին լեգենդար հրամանատարը հայտնվել է նահանջող հակառակորդի ուժերից ետ մնացած ազերային զրահատեխնիկայի կրակային խոցման թիրախում։ Եվ ուր որ է, ավոյի զինվորն իրեն կզգա որբ ու առանց զորավարի։ Մոնթեն 36 տարեկան էր։